Հարցեր, ելույթներ Գևորգ Ղուկասյանին։ Եթե չկան, դնում ենք քվեարկության։ Ովքեր են կողմ, որ Գևորգ Ղուկասյանին ընտրենք ֆինանս-հավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ։ Խնդրում եմ ձեռք բարձրացրեք։ Դեմ, ձեռնպահ, եթե չկա, ուրեմն շնորհավորում ենք Գևորգ Ղուկասյանին, հայտարարեք։ Բայց եթե դեմ ձեռնպահ չկար, էլի չի հայտարարենք, որ շփոթվի կարող է, հա, բայց լավ, որ շփոթվելու հարց կա, կարող է բանալի։ Համեցեք, ասեք։ Մեր քաղաքակնբարություն 4 կողմ, 1 ձեռնպահ։ Այդ Հայաստան դաշինք 2 կողմ։ Բարի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 13 կողմ։ Բարի։ Հայտարարեք։ 30 կողմ, 1 ձեռնպահ որոշում։ Շնորհավորում ենք Գևորգ Ղուկասյանին բեղմնավոր աշխատանքի կապակցությամբ։ Անցնենք 4-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավական ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին զեկուցող Եվս Չապոյան։ Հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավականուն քաղաքացիական պայմանագիր խմբակցության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի ավականուն քննարկման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Էդգար Բաղդասարյանի թեկնածությունը։ Բարի, խնդրում եմ դնենք հարցեր, ելույթներ կա Էդգար Բաղդասարյանին, եթե չկան, բարի։ Խնդրում եմ քվեարկենք, ովքեր են կողմ, որ Էդգար Բաղդասարյանին ընտրենք իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ։ Խնդրում եմ ձեռք բարձրացրեք։ Դեմ, ձեռնպահ, ներկայացրեք ամեն մեկը ձեր թվերում, մի քիչ բարձր։ Մեր քաղաքակնբարություն 5 ձեռնպահ։ Հայաստան դաշինք 2 Երկու Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 13 կողմ։ թվերը ներկայացրեք։ Մար Հայաստանը դեմեր, ներողություն Մար Հայաստանը ձեռնպահ 21 կողմ, 7 ձեռնպահ, 3 դեմ որոշումը ընդունել։ Բարի, շնորհավորում ենք Բաղդասարյան Էդգարին իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահ դառնալու կապակցությամբ։ Անցնում ենք 5-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, ես խնդրում եմ համայնք բառը ինձ չներկայացնեք, ով ուզում է համայնք ասի, ես քաղաք եմ ասում, գյուզելական քաղաքը համայնք չսարքենք։ Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին զեկուցում է Չախոյան։ Հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավականուն մեր քաղաքը խմբակցության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքի ավականու քննարկման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի մեր քաղաքը խմբակցության անդամ Ադամյան Սվետլանայի թեկնածությունը։ Բարի, հարցեր, ելույթներ Ադամյան Սվետլանային։ Եթե չկան, ուրեմն դնում ենք քվեարկության։ Ովքեր են կողմ, որ Ադամյան Սվետլանային ընտրենք մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Խնդրում եմ ձեռք բարձրացրեք։ Բարի։ Դեմ, ձեռնպահ, չկան։ Մեր քաղաքակնբարություն 5 կողմ։
քաղաքացիական պայմանագրի խմբակցություն 13 կողմ։ Բարի 31 կողմ որոշում 31 կողմ։ Շնորհավորում ենք Ադամյան Սվետլանային մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Բարի, անցնենք հաջորդ հարցին 6-րդ։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավականու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունը հաստատելու մասին զեկուցում է Ա. Չախոյան։ Հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավականու քաղաքացիական պայմանագրի խմբակցության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականու քննարկմանն է ներկայացվում։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականու քաղաքացիական ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի քաղաքացիական պայմանագրի խմբակցության անդամ Վահան Դավթյանի թեկնածությունը։ Բարի, հարցեր, ելույթներ Վահան Դավթյանին։ Եթե չկան, դնում ենք քվեարկության։ Ովքեր են կողմ, որ Վահան Դավթյանը դառնա ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Խնդրում եմ ձեռք բարձրացրել։ Դեմ, ձեռնպա, բարի, ներկայացրեք։ Մենք խմբակցության 5 կողմ։ Հայ Հայաստան դաշինք 2 ձեռնպա։ Քաղաքացիական պայմանագրի խմբակցություն 13 կողմ։ Բարի, թվերը ներկայացրեք։ 21 կողմ 3 դեմ 2 ձեռնպա որոշում հաստատել։ Դե շնորհավորում ենք Վահագն Դավթյան, չէ՞։ Դավթյան Վահանին շնորհավորում ենք ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալ դառնալու կապակցությամբ։ Ցանկանում ենք բերնավոր աշխատանք այս կարևոր գործի, Վահան։ Անցնենք 7-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավական ու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունը հաստատելու մասին զեկուցում է Արմենուհի Չախոյանը։ Հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավականու Հայաստանի կոմունիստական խմբակցության խմբակցության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքի ավականու քննարկմանն է ներկայացվում։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի Հայաստանի կոմունիստական խմբակցության խմբակցության անդամ Նարինե Մեսրոպյանի թեկնածությունը։ Բարի, Նարինեին հարցեր, ելույթներ ունեք, եթե ունեք, համեցեք։ Եթե չունեք, դնում եք քվեարկության։ Ովքեր են կողմ, որ Նարինե Մեսրոպյանին ընտրենք իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Խնդրում եմ ձեռք բարձրացրել։ Դեմ, ձեռնպա, չունենք, շնորհակալություն, ուրեմն Նարինեին շնորհավորում ենք իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին և ցանկանում ենք բերնավոր աշխատանք։ Ճիշտ ասած էլ որ դեմ չկա, ձեռնպա չկա, նորից չհայտարարենք։ Համաձայն եք։ 31 կողմ։ Մինասյան, համաձայն ես այդպես։ Բարի, դուք համաձայն եք։ Բարի, անցնենք 8-րդ հարցին, տեսինք ինչ դեմոկրատական քաղաքապետարան ունենք, նայեք ասեմ։ Լրագրողները հանգարց բաներ չսարքեն։ Անցնենք 8-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավականու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունը հաստատելու մասին զեկուցում է Արմենուհի Չախոյանը։ Հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավականու քաղաքացիական պայմանագրի խմբակցության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականու քննարկմանն է ներկայացվում։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականու
Մշակույթի, բժշկության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի տեղակալի, քաղաքացիական պայմանագրի խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանի տեղեկատվությունը։ Բարի, Էմմա Բարսեղյանին հարցեր, ելույթներ, ովքեր որ ունեն, կարող են տալ։ Եթե չկան, ուրեմն դնում ենք քվեարկության, ովքեր են կողմ, որ Էմմա Բարսեղյանին ընտրենք մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին։ Խնդրում եմ ձեռք բարձրացնել։ Ովքեր են դեմ։ Ձեռնպահ չունենք։ Ներկայացրեք։ Կոմունիստական կուսակցություն 8 կողմ։ Մեր քաղաքացիական 5 կողմ։ Ասեք։ Քաղաքացիական պայմանագրի խմբակցություն 13 կողմ։ Ծրելն ասեք։ 21 կողմ, 5 դեմ որոշումը ընդունվել է։ Շնորհավորում ենք Բարսեղյան Էմմային մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին։ Անցնենք 9-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավական ու քաղաքաշինության և հող օգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունը հաստատելու մասին զեկուցող Չախոյան։ Հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավականում մեր քաղաքացիական առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականում քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականում քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի մեր քաղաքացիական անդամ Վարդան Ետիկարյանի տեղեկատվությունը։ Վարդան Ետիկարյանին հարցեր, ելույթներ, եթե կան, ասեք։ Եթե չկան, ովքեր են կողմ, որ Վարդան Ետիկարյանին նշանակեն քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին։ Խնդրում եմ ձեռք բարձրացնել։ Դեմ, ձեռնպահ, չունենք շատ լավ է, 31 կողմ ձայներով Վարդան Ետիկարյանը ուրեմն անցավ քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին։ Շնորհավորում ենք Վարդան ջան։